Սա գրադարաններ, սեփականաշնորհածա։ Հիմա գրադարանը սեփականաշնորհած է եւ ավերակ մնացել է։ Պատճառները, հա, որովհետեւ հիմա կոնդեցին չունի այգի, չունի գրադարան, չունի զուգարան, չունի բաղնիկ, չունի ապտեկա, չունի մանկապարտեզ, չգիտեմ, դպրոցը ասեցինք փակվել է։ Ընդհանուր եւ հասարակական տարածքներ չունի։ Երեխեքը խաղահրապարակներ չունեն։ Եվ սա Երևանի կենտրոնն է։ Իհարկե։ Հասկանում։ Ոնց կա երեխեքը հիմա ստիպած խաղալու համար պետքա գնան փողոց անցկացնեն, բայց ժամանակին, ասենք, հիմնականն է, որ գրադարանը հաշվեն առ, դպրոց են կառուցել, մանկապարտեզ, սա այդ բանը, տոկատունը կոնդեցիքի ասած, հա, այս հոսանքի։ Բարի սենց իշնենք, որտեղ սիրուն տեսարան կա, էլի։ Էս արանքով է, սաղ իշնում ես բանը։ Հենց սա է էլի կոնդի կոլորիտը, կոնդի գեղեցկությունը, առանձնահատկությունը, որ ժամանակին սարքել են, սայլի ճանապարհներ են եղել։ Մեքենաների համար էլ չեն եղել ճանապարհներ։ Դե մարդիկ գնալ, գալ, հետիոտնի համար, սայլի համար ու սրանով այնք առանձնահատուկ եւ իմ կարծիքով այդ ամենը պահել պահպանելը պետք է։ Հիմա նայ, 3 հարկ, էլի վաճի, բայց հիմա նայ Արարատ կոնդի եզակի տեղերից է, լնայ։ Այո։ Որտեղից Արարատը երևում է։ Բայց էսի կոնդի ամենաբարձր տեղն է, էլի Հուսիկյան։ Հետո օրինակ են Լեո Սարյան փողոցի վրա շենք կառուցեցին, համարը 20 հատ։ Այո, այո։ Կամ նույն Լեոյի վրա մի քանի հատ շենք կառուցեցին, կոնդեցիների լրիվ տեսարանը փակեց, բայց բացի որ տեսարանը փակեց, մի քանի տասնյակ սեփականատերերի տանգինը գցեց։ Այսինքն քաղաքապետանի սխալ որոշման պատճառով, հա, մարդիկ զրկվեցին, այսինքն չասեմ ուներ զրկվեցին, բայց իրանց գույքի շուկայական արժեքը ընկավ, ինչը քաղաքապետանը ինչ որ մեկը որոշեց, որ այս կառուցապատողը դա պետք է շենք կառուցի։ Այո։ Բայց հենց կոնդի ամենակարևոր բանը ի՞նչն է, ինչ որ Երևանում։ Այս որ ինքը բան է, այս գոտու 5 բարձրադիրի վրա է, տեսարաններ լավ կարելի ունենալ։ Իսկ հիմա մարդկա չի կարա, ասենք, մեծ տուն առնի 100 քառակուսյանոց, բայց կենտրոնում ուզում աստեղ կոնդու միակ տեղն է, կարաս 20 քառակուսյանոց տուն ունենաս։ Նայեք, այս նոր է սաղ։ Այս sense բան առաջ չի եղել։ Հիմա դուք մի տարի հետո գաք, այս հիմա դուք սաղ վիդեո կարող կանեք ու տեսնեք որ սրանցից է, բայց ինչ ոչ թե լինի sense правильный ֆորմա բերես սարքես, հա։ Գոնե հնին մոտիկ բերես սարքես։ Օրինակ որոշես կամ կարաս այս մի քարերից օգտվես, քարի այս մի քանի շարից կարաս օգտվես, կարաս վաղ այս ինչ գույների մեջ լինի։ Օրինակ ստեղ ես կուզեի որ անպայման ինչ-որ ծաղկանոցների տեղեր թողվեր։ Հենց այս կոնդի այս փոքր նեղլիկ փողոցներն է կոնդի ինքնության մաս կազմում։ Այո։ Ոնց որ են տոկատունը, հասկանում եք, ոնց որ են նվագախմբի տղաները, սպարտը, ոնց որ էս բանը խաղի ամենը պահպանվի։ Ինչպես անել, որ այս ամենը ոնց է դա անելու քաղաքը, ես չգիտեմ, այսինքն ուզում են օրենք ընդունել, լավ է, բայց այդ օրենքը մենք 11 օրենքներ ենք տեսել, որ չի աշխատել։ 11 հանձնաժողովներ ենք տեսել, որ չի աշխատել, կենսունակ չեն եղել։ Ինչի, որովհետև ամենաառաջի հերթին մասնակցային կառավարում չենք իրականացրել, այսինքն բնակիչը 1, երկրորդը այն երևանցիները, որոնք ասենք սրտացավ են, բայց չեն ապրում կոնդում, բայց իրանց համար կոնդի ինքնության մաս է իր քաղաքի։ Բայց այդ մարդը ճարտարապետա, շինարարա ուզում է մասնակցի, ասում է, «Բեր ես գամ, ինձ օգնեք, բան արեք, օգտագործեք իմ ռեսուրսը, հա»։ Եկեք։ Սա էս այդ մոլայի բակն է, որ ասում ենք։ Սա կոնդի հասցեներից է, ասում են մոլայի բակը։ Լոժնիկ հարբինջան, ամոնտա, լավ գոնե պահենի հինն է, նայեք, էսին նորն է։ Ահա։ Հասկանում եք։ Կարելի թողել էլի։ Իմիջալից եկեք նստեք։ Սա նոր սարքած է այս։ Չէ, հինը չէ, վերանորոգություն հնի վրա վերանորոգել է։ Հա, բայց նայեք որ քյալի նոր նկատի ունեմ բաները։ Ամենամարտաբար այո։ Եկեք։ Նա արդեն լրիվ հնություն է։ Դա կոնդի առաջի կաֆեն է։ Հա։ Ու հենց առաջի կաֆեի ամենաառաջի ինտերվյուն տվել են հրապարակ թերթին Զարային մաքրեմ, իմիջալից Զարային ջերմ կբարևեք։ Անպայման։ 23 թե 22 թվականներ, այլ ոնց որ 23 թվականին էր, սա նոր էր բացվել կաֆեն։ Ընդամենը այն ժամանակ մի սեղան, հետո եղավ 2, 3, հիմա նայեք անցած տարվանից այս ներքևն են արել, այս սրա մասին եմ ասում։ Տեսնում եք։ Հիմա եկեք ստեղից նկարեք ցույց տամ ձեզ։ Հիմա եք շենքի բարձրությունը նայեք։ Հələ այն շենքի բարձրությունը 20 հարկ։ Այն ժամանակ
հլստեղ նայեք, այս է։ Ամբողջ տեսարանը փակվել է Իհարկե, հիմա Երևանը։ նույնն է շենքերը, ու այնքան է գեշ է փակվել։ Հիմա նայեք, այն ժամանակ ստեղից շատ սիրուն Երևան էր երևում, կենտրոնը։ Հիմա նույնը կարեն գոնե կառուցեին, իսկին կասկադաձև։ Որ գար, սենց, հայ մարդկանց հողերը առնեն։ Հիմա այս մարդկանց հողի գինն գա, որտեվ հողարն ինչ անի, նայ պատին այդ շենքի։ Այդ դրա համար այդ քաղաքաշինական պատասխանատվության, չգիտեմ, այդ քաղաքապետերը, գլխավոր ճարտարապետերը պետք է դա նաև դες բաները հաշվի առնեն։ Հիմա նայեք, մեծացրել են ավելի մեծ, որտեվ սրա պահանջը կա։ Տիպիկ կոնդի բակ է, նայ։ Արի, տիպիկ կոնդի բակ նկարանք։ Որը Բարզես։ Այո, սա ավանդական կոնդի բակ է։ Էսա Բարև ձեզ։ Էսա Ալեանդր ամենակարևորը սիրուն է, ինչքան սիրուն է։ Բարև ձեզ։ Հիմա պատկերացրեք, ստեղ ապրում է օրինակ 6 ընտանիք, 7։ Ասենք հիմնականում հնարավորություն լիներ, նայում ես Հունաստանում, Իսպանիայում, չէ՞ մարդիկ կարան սենց սիրուն ապրեն, ասենք բան անեն։ Միտեղ վարձով տնել լիներ, միտեղ փոքր ճաշարան լինի, միտեղ չգիտեմ ուտելիքի ռեստորանчիկներ, հա, տենց։ Շատ բան կա անելու։ Ինչու ոչ։ Ու այս մոդելը պետք է աշխատի, այսինքն հարևաններից ով ուզում է, վաճառել, մյուս հարևանը առնի, գնա վարկ վերցնի, գա տեղ հյուրանոց սարքի, բայց ամենակարևորը պահպանվեն այս բակը, որտեղ հենց այս բակն էլ է կոնդի ու Երևանի ինքնության մաս։ Վարդան կոնդի բնակիչ, ինչպես եք պատերազմում կոնդի վերակառուցումը, ոնց կուզենայիք լիներ։ Դե այսօրվա դրությամբ այս պայմանները որ նայում եմ, հələ որ ոչ մի լավ բան չի արվում։ Հա։ Այ նայեք, դուք փողոցներով բոլոր անցնում եք, տեսնում եք, սա քանդած է։ Այսինքն այնպես վերակառուցվեր կոնդի ինքնությունը, կոլորիտը Կոնդը որպես հնություն կարար մնար։ Հա։ Ինչ թվում է մի ինչ որ որոշակի չափ թողեին, մնացած ասենք բերեին այսօր, որտեղ մարդիկան օրինակ այս ներքևի իմ հարևանները միշտ անընդհատ խնդիրների մեջ են։ Խոնավության, բորբոսի մեջ ապրում են, որտեղ այս ջուրը անձրևները, սա լսվում է իրանց տները։ Հա, ինչը քանդելու էր քանդեին, բայց հիմնական կոնդի Հիմնական ասենք դուք վերակառուցում եք, վերանորոգում եք ձեր տունը հրդեհվել է։ Դե ես անում եմ այն հույսով, որ երեխեքս գոնե կվայելեն ինչ Հա, ապրելու համար էստեղ։ ապրելու համար, Հա, դուք չեք ուզում, որ վերանա կամ ոչանա կամ քանդեն բարձրացարկեն։ Չէ, խի չէ որ։ Այն տունը վթարային վիճակ, այն նայեք, հենա։ Այն տունը ուշ թե շուտ այնեք ինչքան ճաքեր կա, այն կողմից չեք տեսել։ Հիմա ասված ոչանի, մեկի երեխան անցնելուց լինի։ Այո։ Ու ասենք այնպես քարերը թափի, ասենք վրեն այդ երեխուն, ասենք վնաս տա։ Ինչքանով է ճիշտ էլի։ Ես համարում եմ, որ պետք է ասենք ինչ որ շոտակի մի բան ներդրվի կոնդի համար, ներդրվի։ Գան, կարողանան, ասենք, նայեն, ասենք այն մեծ խնդիրները որոշեն, լուծեն։ Այո։ Իսկ որը որ, ասենք, մարդիկ կարում են իրանք ուժերով, թող իրանք ուժերով անեն։ Այո։ Հիմա ես իմ ուժերով անում եմ, բայց ես օրինակ ես չեմ կարող անեմ իմ ուժերով։ Սա մեծ ծախս է։ Դե հիմա կոնդում անա, ոչ ճանապարհ կա նորմալ, ոչ մեքենա է կարող մտնի, ոչ սկորի։ Իմ մերս հիվանդ կին է։ Հիմա ուղարկել եմ իմ քրոջս տունը, որպես այդ մարդը որտե մնա։ Լավ կլիներ, все-таки որպեսի կոնդի մասին, все-таки հիմա մտածել վերջով սա քաղաքի սիրտն է։ Այո։ Այս սիրտը պետք է կամ իրոքից ձեր ասած վերանորոգել որպես հնություն, բայց վերանորոգել պետք է ամեն մի անկյուն նայվի, ամեն մի այս փողոցները հիմա կրկիտ բացախնդիր կերպով իհարկե, եթե ուզում են թողել, ուրեմն թողանեն։ Ոչ մեկ դեմ չի։ Ես մեծ սիրով ստեղ ապրում եմ, ինձ լավ է։ Ես լավ եմ զգում ինձ։ Սա իմ ծննդավայրն է, իմ ամեն, այսինքն իմ ընկերությունն, իմ բարեկամությունն եւ այլն։ Վերջը ինչ եմ, եթե պետք է արվի այնքան, որ դա սխալ է։ Կոնդի մյուս ամենակարևոր բաներից, որ ինչ որ լինի այդ նախագիծը, որ կոնդի ինքնատիպությունը պահպանվի ու ինքը մնացածը շատ բալանսավորված լինի։ Իսկն բալանսավորված լինի համ բնակիչների սոցիալական խնդիրները հաշվի առնելով, համ նաև հետագան տնտեսական, որտեղ ասենք օրինակ ես հրապարակը տենց աշխատանքային անունը դրել ենք օրինակ Չինոյի հրապարակ, այդտեղ մի քիչ վերև շատ հայտնի հեղինակություն կար Չինոն, ուղղակի դա կոնդեցիների նաև ցանկությունն է եւ մեր առաջարկն է, որտեղ սա հրապարակ պետք է լինի։ Հիմա ասենք կոնդում ոնց որ պետք է լինեն տարբեր հասարակական տարածքներ, խաղահրապարակներ, պուրակ, ինչ որ նաև ինչ որ մի դեպքում այդ հնարավորությունները այգի լիներ, բայց սա որպես հրապարակ, ասենք ֆոնտաններ լիներ, հա, ինչ որ ջրային ավազաններ։ Ուրեմն նայեք, սա շատ լավ տեղ է, սա ժամանակին հասարակական նայեք զուգարաներ, էլի փագ է, ինչ որ չգիտեմ։
Հիմա բնակիչները ցանկություն է, որ էսի սիրուն կաֆեներ դառնա, լավ տեղ դառնա, որ բարեկարգվի, որ տուրիստները, որտեղ հիմա մի ծառ նայեք, այս մի ծառը լրիվ փրկում է, բայց նայեք ինչքան նույն ընդամենը 20-10 մետր ենքում ինչքան լավ կանաչապատ սիրուն ծաղիկներ են, հա, մագլցող բույսեր են եւ այլն, ինչ լավ տեսարանա դեպի Երևան։ Ու ինքս են սիրունանա, էլի, այս է կարևոր։ Հիմա սա եզակի հրապարակներից է, բայց պետությունը պետք է այդ դա եմ ասում, այդ բալանսավորվածությունը չես կարող թողնել մենակ կոնդեցիների վրա, այսինքն իրենց ճաշակի, ցանկության, ով այդ մարդիկ սխալվեն, որտեղ մի հարևանը նայեք, ով բռնի մի քարից աբլիցով կանեն մեկը մյուսից, էլի կորցնենք կոնդաս։ Դե լավ, որ եթե տենց արեմ, Ընդհանուր ճարտարապետական հայացք է պետք։ Դրա համար ես կարծում չշարժի շտապ էլի, մի հատ հասկանանք ինչ անում։ Բայց միջև կոնդը պատասխանատվություն ունենա, կոնդը պետք է ունենա, ասենք օրինակ թաղապետ, հա, եկեք վերջապես Երևանի ամենահին, ամենաիսկական թաղերից մեկը, թող ունենա այդ կոնդը թաղապետ, էլի մի քանի կարևոր պատմական եւ մեծ կարող, ասենք, չի կարա բանը սովետ Նուբարաշենը, ասենք 10000 բնակչով ունի թաղապետարան աշխատակազմ, Սարի թաղը չունենա 25000 բնակիչով, հասկանում եք, կամ կոնդը նույն, ասենք սովետաշենից մի քիչ պակաս է, բայց պետք է ունենա, այսինքն մի մարդ լինի, որ պատասխանատու լինի։ Այսինքն Երևանի հիմնական խնդիրները առաջանում են դրանից, որ օրինակ, չգիտեմ, Օղակաձև այգին չունի տնօրեն, հա։ Ասենք օրինակ Մանումենտը այգին չունի տնօրեն։ Եթե Մանումենտի մի քանի տնտեսվարողներ ոնց որ ասենք հիմա ասենք ավետն է տիրություն անում կամ մնացածը, հա, տարբեր մարդիկ ամեն մեկը սրտացավությամբ իրանց բիզնեսի կողքը, բայց չի կարա, չես կարա, այդ մարդը բաղը չի միսօրը չլինի։ Ու կոնդի համար է շատ կարևոր է, որ այդ սա պահպանվի ու կարևոր է կոնդեցիներ, այն կոնդեցին, որ ուզում է վաճառի, թող վաճառի գնա, բայց կարևոր է հանդեն գերակա շահ չլինի, որ զորով ստիպես այդ մարդիկ սկսեն գնել, հա, ոնց որ այդ նորագյուղում են ուզում անեն, ոնց որ Ֆիրդուսում արեցին եւ այլն։ Մնացածը արդեն ժամանակի հարց է։ Կոնդը նորից է կրկնում, պիտի պահի, պահպանվի եւ դուք տեսնում եք այսօր, այդ մոտեցումը, որ այնուամենայնիվ կոնդը կպահպանվի, հիմնականում իր ինքնությամբ, իր կոլորիտով։ Այո, ես հուսով եմ, որովհետև դեռ տեսնում եք բնակիչներին դեռ 18 թվականից եւ դրանից առաջ դեռ շատ մարդիկ պայքարել են երկար տարիներ կոնդի համար։ Այո։ Բայց լավը նա է, որ արդեն կոնդեցիները հենց զանգում են, հենց տեսնում եք, ասում են, որ չէին հավատում։ 18 թվականին ես ում հետ խոսում էի, բոլորը ասում էին, որ չէ, սա մեկը քանդելու են, գոնե մեզ մի բան տան։ Ես ասում եմ, ոչ, կոնդը չեն քանդելու, մի նայեք եւ լավ է, որ կա պետական կամ կեղծ ասած, բայց ես չգիտեմ դա ինչին կբերի։ Այսինքն եթե դա հա նույնը եթե ժամանակին ֆայմեն Ֆիրդուսում անեն, որ ընդամենը մի 10 մարդ կառուցապատող չդառնար, շատ ավելի մեծ գեր եկամուտներ ունենար, հա, բայց կորցրեցինք այդ կարևոր պատմական թաղամասը Ֆիրդուսի։ Այո։ Ու էլի շատ տեղեր հիմա գնալով կարանք էլի կորցնենք, հասկանում եք, բայց կոնդը Երևանի ինքնության համար շատ կարևոր է, կոնդը եզակին է, թաղը։ Իրավունք չունենք կորցնել։ Այ որ ասում ես թաղ, մարդիկ միանգամից հասկանում են կոնդը։ Այո, իրավունք չունենք մենք կոնդը կորցնել։ Իհարկե։ Եվ դրա համար հուսով եմ, որ հիմա լավ է, որ ինչ որ բաներ կա, որ իրականում ուրախացնում, հա, հենց ջուրը, այո, ջրագիծն անցկացնում եւ այլն։ Բավական է, ժամանակին ընդհանրապես Wi-Fi չկա, հեռախոս ինտերնետը չկար։ Ասում եմ, տարական մարդիկ, տարական ընտանիքներ 10 ընտանիք մի զուգանից էին օգտվում։ Բայց հուսով եմ կգա ինչ-որ մի բանին եւ ամեն տարի դու կարող եք հենց մի հատ ինտերվյու կազմակերպել տարբեր մասնագետների կամ նաեւ հենց նույն կոնդեցիների հետ, բայց այդտեղ շատ կարեւոր է, որ էլ եմ ասում, կառավարությունը եւ քաղաքական իշխանությունները կոնդեցիներին լսի։ Այո։ Կոնդեցիների պահանջները, կոնդեցիների ցանկությունը եւ արդեն դիմելով այդ ինչ-որ համապատասխան քաղաքաշինական խորհուրդ լինի, գեղագիտական խորհուրդ լինի եւ բավականին երիտասարդներ, օրինակ սա մենք հիմա Պոլիտեխնիկ ինստիտուտի այդ դիզայնի բաժնի որոշ ուսանողների դիպլոմային աշխատանքներ ենք հիմա փորձում ներգրավենք։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ այդքան մանրամասն բարեխիղճ կերպով ներկայացնելու, սրտացավ կերպով մատուցելու համար։